Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հայկական բիզնեսը ռուսական շուկա մուտք գործելիս խնդիրների կբախվի, ինչ ազդակներ է ստանում պետեկամուտների կոմիտեն։ Այս պահին այդպիսի բողոքներ, որպես այդպիսին, որ ստացած լինենք, չունենք։ Մի բան ուղղակի հիշեցնեմ, որ այն ինչի մասին որ խոսվում է, դա նոր երևույթ չի։ Դրա համար ես հորդորեցի մեր հարկվճարողներին եւ բիզնեսմեններին լինել ուղղակի հետևող կանոններին, որտեվ այդ հետևելը կանոններին հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում պետությանը կանգնել իրենց մեջքին։ Իսկ թե ինչ տեղի կունենա, կախված կլինի, թե ինչ չափի խստացումներ կլինեն։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետն էր հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն Եվրամիության հետ մերձեցման հնարավոր հետևանքները։ Օվերչուկն ասել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ցանկանում են հանել ռուսական բիզնեսը հանրապետությունից։ Ռուսական կողմը ասում է, ուրիշի ծաղիկը մի բեր քո ծաղիկի համատակ Ռուսաստան։ Փաշինյանի նախկին թիմակիցը տարօրինակ չի համարում, որ Ռուսաստանը Հայաստանին երկընտրանք է առաջարկում։ Չի կարելի, որ լինել եւս մաքսային միության անդամ, եւ այդ մաքս, դա եւ այստեղ ճիշտ չի կիրառվում։ Այ ուրիշ բան, եթե դու իսկապես քո վերջնական նպատակը Եվրոպա գնալն է, երթադրենք թե ինչ-որ քաղաքական ուժի, քո տնտեսությունը բեր այն մակարդակի եւ երբ որ քո հարևան պետությունը այդ ժամանակվա Վլադիմիր Վլադիմիրիչն ասի, դե գիտեք ինչ կա, որ այդ ձևի է, մենք գազը ուրեմն պետք է թանկացնենք, կներեք, որ պիտի դիմանալ ձեր ժողովուրդը։ Դու պատրաստ լինես դրան, ասի թանկացնում, հարց չկա։ Մենք էլ ծիրանը կթանկացնենք, մենք էլ ուրիշ բան կթանկացնենք։ Ըստ Աղազարյանի, Փաշինյանին միայն թվում է, թե ինքը լավ քաղաքականություն է վարում։ Պատգամավորը բացում է որոշ փակագծեր խմբակցության հետ վարչապետի նախկին հանդիպումներից մեկից։ Մի օր Նիկոլ Փաշինյանը եկավ խորհրդարան, խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ այն թեմայի շուրջ, որ եթե մենք Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնենք, հո դուք խնդիրներ չունեք, ինքը ասավ, չէ, մենք խնդիր չունենք։ Իրանի նախագահ։ Այսինքն դա նշանակում է պարոն վարչապետը կամ մեզ էր հիմարի տեղ դնում, որ մենք չենք իմանում ինչ նշանակում Պարսիկ ժողովուրդ, չենք իմանում ինչ նշանակում 6000 տարվա պետականություն ունեցող ժողովուրդ, չենք հասկանում ինչ նշանակում պարսկական դիվանագիտություն, կամ ինքը լավ չի հասկանում։ Իրանում ռազմական գործողությունների ընթացքում սահմանին լոգիստիկ ուղիները որոշակիորեն սահմանափակվել են։ Պետնախագահի խոսքով կան տնտեսվարողներ, որոնք չեն նախընտրում այնտեղով ներմուծել, կամ ներմուծելու դեպքում ուշացումներ են լինում։ Չնայած սրան, մաքսայինի աշխատանքի վրա ճնշում այս պահին չկա։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։